Ծառուկյան, դուք այստեղ նաև տեսաք, որ ներկայացված էր Նոյան տապանը եւ սա իր մեջ նաև որոշակի քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, հաշվի առնելով ձեր վերջին հայտարարությունները Նոյան տապան, հանրային Նոյան տապան ստեղծելու վերաբերյալ, սրանով ինչ եք ուզում ասել եւ կա այդ քաղաքական ենթատեքստը։ Ուրեմն ասեմ, հիմնական այսօր քաղաքականությունից չեմ ուզում խոսել, այսօր ես այստեղ եկել եմ որպես հյուր նայելով, հիանալով այս մեծ աշխատանքին, զարմանալով, մտքերի մեջ ընկնելով, ուրեմն ես կարող եմ մի բան ասել, որ ցանկացած երկիր, ցանկացած պետություն, որ մտածում են իրենց երկրի համար մի լավ բան անեն, իրանք չունեն դա, այդ ոչ պատմությունն են, ոչ էլ Աստված այդ ուղղությունը տվել է իրանց։ Արհեստական սարքելով, կպցնելով, հեքիաթ պատմելով սարքում են, բայց մենք հայերս մեր եղածը, մեր պատմությունը, իրականությունը չենք կարողանում աշխարհին ներկայացնել։ 301 թվականից, որ մենք պետականություն ընդունել ենք, առաջի քրիստոնեացն ենք, որ այսօր Բրազիլիա մյուս, այսինքն ինչի համար, հենց որ մենք ենք առաջնային հիմքը դրել, դա պետք է միշտ էլ ասեինք, բայց հիմա կասենք։ Երկրորդը, նայելով ասենք թե Նոյան տապանը, որ ասենք թե հենց Արարատի գագաթից փրկվել են, որ նավը կառուցել է, որ մարդկությունը փրկվել է։ Այսօր էլ հիմնական խնդիրը դա մերն է, մենք ենք եղել, մեր նախնիներն են եղել, որ դա նույնպես պետք է կառուցենք, որ բոլորն էլ գան, ու այսօր որ փրկվել է մարդկությունը, նույնն էլ այսօրվա վիճակում ես դա միշտ ասել եմ։ Քաղաքականությունը կապ չունի, ազգանունը կապ չունի։ Մենք պետք է ամբողջ աշխարհի հայերով միասնական թույլ չտանք, որ մեր երեխաները, մեր ժողովուրդը խեղճացած լինեն, կոտրված լինեն, պարտված լինեն։ Դե պետք է հաշվի չառնեն ոչ կուսակցությունը, ոչ պաշտոնը, ոչ թե կուսակցական ով ու մետա դաշինք կազմում, ով որ համարը պետք է լինի։ Կարևորը կուսակցությունը չի, կարևորը երկիրն է, կարևորը մանդատը չի, կարևորը գործն է, արդյունքն է, որ բոլոր ժողովուրդն էլ տեսնեն, որ ժողովուրդը լավ ապրի, ամուր ապրի, ինչքան ժողովուրդը լավ ապրի, հարուստ լինի, այնքան պետությունը հզոր է։ Եթե ժողովուրդը աղքատ է, վարկետակ է, ոչ մի պետություն չի կարող հզոր լինի։ Սա հիմնական սկզբունքը։ Չլնող բան չկա։ Բոլորին պետք է հնարավորություն տրվի, մարդիկ աշխատեն, ծառայեն իրենց երկրին, իրենց ժողովրդին, որ ուրախություն, երջանկություն, նախանձությունն էլ կվերանա, չարությունն էլ կվերանա, դա նրանց է գալի, որ մարդը խնդիր ունի, պրոբլեմ ունի, տունն է կորցնում, մեքենան է կորցնում, հողն է կորցնում, դա համար այդ հարցերը պետք է կարգավորի, մարդկանց նոր շունչ տաս, հնարավորություն տաս, որ մարդիկ կարողանան աշխատել, երջանկալ։ Ինչ։ Ես դա չգիտեմ։ Ես քննարկում եմ, բոլորին ես ասեմ, որ ես դաշինք չեմ կազմելու, ոնց որ Նոյան տապան, եթե մարդիկ գալիս են, ցանկանում են իրենց գիտելիքով, իրենց ասենք փորձով աջակից լինեն, խնդրեմ, ցանկացած խնդիր քննարկելու, կազմակերպելու, ամեն ինչ էլ հնարավորություն տալիս ենք, ես բոլորին ասել եմ, պատրաստ եմ լսելու, քննարկելու, որ մարդկանց այդ հնարավորությունը պայմանները ստեղծվի, մարդիկ կարողանան նորմալ ապրել իօգուտ երկրի, իօգուտ ժողովրդի, իօգուտ պետությանը, իօգուտ անվտանգությանը։ Պարզ, հասկանալի, ընկալելի, ոչ մի ավելորություն չեմ ասում, ոչ մի այնպիսի մի բան աննարին բան չեմ ասում։ Ես ինչ որ ասել եմ, միշտ ասացին Տերը մեղե, ով կասկածում է կարա հարցը տա, տող արտող, կետ առ կետ բացատրեմ։ Ոնց պետք է անենք, որի դեպքում ինչալ։ Պետք է նայենք մեր պետության հնարավորությունը, մեր պետության ունեցվածքը, ինչի համար, ինչի պահանջարկ կա, ինչ պետք է դնենք, ինչի դիմաց ինչ պետք է ստանանք։ Հիմնական խնդիրը սա է, որ մենք պետք է կարողանանք, եթե անհատ մարդը կարա 3 միլիարդ, 5 միլիարդ, 10 միլիարդ ունենա աշխարհում, պետությունը ոնց կարա չունենա։ Մի պետ հնարավորություններով այդ ամբողջ, ասենք թե կապերով հնարավորությամբ դրանք թիվ չեն պետության համար։ Բայց եթե անհատ մարդը կարա ունենա, պետությունը հարապատիկը պետք է ունենա։ Ես որի համար ասում եմ, որի համար պատասխանատու եմ։